Այսօր տեղի ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստ։ Մի կողմում Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդն է, որին ուզում են նշանակել մեղավոր։ Մի քանի գործով մեղավոր նշանակել են ու չեն հաջողել։ Հիմա սա հերթականն է, իսկ մյուս կողմում, այսպես ասած, արդարադատության իրականացնողների դերում Նիկոլ Փաշինյանի մարդիկ են, հանրային մեղադրողները եւ դատավորը։ Այս գործը ճանաչվել էր հակասահմանադրական։ Հետո Վճռաբեկ դատարանի կազմ է փոխվում, լրիվ համապատասխանեցնում են Նիկոլի չափանիշներին։ Հետո բեկանվում է այս վճիռը։ Հետո հակակոռուպցիոն պալատ է ձևավորվում, ՔՊԱ-կան պատգամավոր Արթուր Դավթյանին տանում են այնտեղ ու խնդրեմ վերաբացում են հակասահմանադրական գործը։ Պատկերացնում եք, ՔՊԱ-կան պատգամավորը գնում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ ու մեկ այլ, այս անգամ նախկին ՔՊԱ-կանի մակագրում են Փաշինյանի թիվ 1 հակառակորդի վերաբերյալ հերթական սարքած գործը։